Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Դուք վստահաբար լավ գիտեք, որ ես մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին երբևէ համընդհանուր առումով, գլոբալ առումով չեմ մեղադրել Նիկոլ Փաշինյան ընտրելու կամ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար, որովհետև մենք լավ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, դրանից հետո այսպես կոչված այդ հեղափոխության ժամանակ, հետո արդեն 18 թվականի դեկտեմբերին, երբ որ տեղի ունեցավ համապետական ընտրություն, երբ էյֆորիայի մեջ ժողովուրդը գնաց եւ Նիկոլ Փաշինյան ընտրեց։ Մենք գիտենք նաեւ, որ 20 թվականի պատերազմից հետո ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի խայտառակ պարտության ամբողջ մեղքը բարթեց նախկին իշխանությունների վրա, որ բանակ չկար, զենք չկար, այս չկար, այն չկար, թեպետ ամբողջությամբ սուտ էր, բայց այնուամենայնիվ կարողացավ որոշակիորեն խաբել, մոլորեցնել ժողովրդին եւ միաժամանակ որոշ թվով մարդկանց ձայն ստացավ նրա շնորհիվ, որ խոստացավ, թե եթե ժողովուրդը իրեն նորից հնարավորություն տա, ինքը Արցախի ամբողջական ինքնորոշում եւ անկախություն կբերի։ Բայց մենք տեսանք, որ ընդամենը 1 տարի հետո նա գնաց եւ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ավելին դրանից հետո աստիճանաբար սկսեց բացել իր խաղաթղթերը եւ ասաց պաշտոնապես խոստովանեց, որ ինքը դեռևս 2018 թվականից պայմանավորվել է, որ պիտի Արցախը հանձնի։ Դրա մասին բազում ապացույցներ կան, այդ թվում Նիկոլ Փաշինյանի բերանով ասված։ Ինչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ հասկանալով, որ իր վերընտրվելու, վերարտադրվելու հնարավորությունները զրոյին են մոտենում, շատ քիչ են, նա հիմա անցել է ժողովրդի ամբողջական այլասերման, հակաբարոյականացման գործողությունների։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով, իր կոչերով, իր քարոզչությամբ փորձում է մեր ժողովրդին դարձնել անհայրենիք, անբարոյական ինչ-որ զանգված։ Ինչպես։ Շատ հստակ է նրա ուղերձը, նրա ուղերձները հստակ են եւ թիրախային։ Նա ասում է, որ ինքը այո վաճառել է Արցախը, հանձնել է Արցախը, տվել է Արցախը, այո Թուրքի հետ ինքը եղբայրություն է անում, բայց փորձում է ժողովրդին համոզել, որ դա այդպես ճիշտ է եւ որ մենք Արցախը վաճառելով, Սյունիքից հատվածներ տալով, Գեղարքունիքից, Վայոց ձորից, ընդհանրապես Թուրքին ստրուկ եւ մարմնավաճառ դառնալով հայերը ըստ Նիկոլ Փաշինյանի կարող են ավելի լավ ապրել եւ երջանիկ ապրել։ Սա է Նիկոլ Փաշինյանի բանաձևը։ Եվ լավ հասկանալով, որ այլևս խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել հնարավոր չի, նա փորձում է ժողովրդին դարձնել իր նման անբարոյական։ Կհաջողվի արդյոք։ Ես կարծում եմ, որ չի հաջողվի։ Բայց այնուամենայնիվ ես միշտ իմ ընկերներին, գործընկերներին, գաղափարակիցներին միշտ ասում եմ. եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարի, որ ինքը թուրք է, էլի կլինեն մեծ թվով մարդիկ, ովքեր կասեն, որ դա ճիշտ է եւ Նիկոլ Փաշինյանին իրենք կողմնակից են։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, այ հիմա դու որ նայում ես, եթե դու մարմնավաճառ չես, եթե դու անբարոյական չես, եթե դու դավաճան չես, եթե դու հայրենիք ուրացող չես, եթե դու թեկուզ պետական աշխատող ես, բայց ունես այսքան բարոյականություն, դու չես կարող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը լինել։ Բայց եթե դու այս ամեն ինչից հետո, այն մարդը, ով այս ամեն ինչից հետո ընդունում է, որ չակերտավոր լավ ապրելու համար, ու դա լավ ապրել չի, բայց չակերտավոր ապրելու, լավ ապրելու համար ինքը պիտի ուրախանա Արցախի հանձնելով եւ ինքը պիտի ոգևորվի Թուրքի մարմնավաճառ, Թուրքի համար մարմնավաճառ դառնալով, ապա այդ մարդը առնվազն հիմար է եւ շանվորթի։ Ավելին ասեմ, նույնիսկ շանվորթի դառնալով այդ մարդիկ վաղը խաղաղություն չեն ստանա։ Թուրքը հիմա ընդամենը մոլորեցնում է։ Թուրքը հիմա ընդամենը անում է մի բան, որպեսզի ժողովուրդը մոլորվի եւ կարծեցյալ խաղաղության անվան տակ Նիկոլ Փաշինյանի հետևից գնա, որպեսզի վաղը այդ նույն ժողովրդի զավակներին իր աչքի առաջ մորթի։ Հետևաբար, եթե մենք չենք ուզում
զոհաբերվել եւ նոր ցեղասպանություն տեսնել կամ դառնալ ցեղասպանության զոհ, ապա պիտի չխաբվենք Նիկոլ Փաշինյանի բոլոր այս հիմար խոստումներին, բոլոր այս հիմար հայտարարություններին, թե խաղաղությունը եկել է եւ պետք է ազատվենք կիսաթուրքերի այս կառավարությունից։